Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ UNICEF-ը և հանրային հեռուստաընկերությունը ներկայացնում են։ Կարծում եմ, որ մեծ ընտանիքներում մեծացող երեխաները ունեն սիրո բարձր մակարդակ, որովհետև իրենք այդ սերն ու հոգատարությունը ստանում են ոչ միայն ծնողներից, այլ նաև ընտանիքի մնացած մեծահասակ անդամներից։ Բացի դա, իրենք սովորում են տարբեր ավանդույթներ, արժեքներ, ծանոթանում են տարբեր տեսակետների, ինչը ըստիս շատ կարևոր է երեխայի լայն աշխարհայացքի ձևավորման համար։ Շատ կարևոր է, երբ ընտանիքում բացի մայրիկից երեխայի հետ զբաղվող այլ մարդիկ կան, կլինի սկեսուրը, կլինի մեծ տատիկը, ու դա շատ լավ է այն առումով, որ հենց մայրիկը ինքնուրույն իր ժամանակը կարող է ունենալ, զբաղվել ինքնախնամքով կամ ուղղակի հանգստանալ այդ ամեն ինչից։ Ապրելով մեծ ընտանիքում ինձ թվում է, որ ծնողները հիմնականում բախվում են սահմանները գծելու հարցում, ինչ-որ փոքր խնդիրների, որովհետև մեծահասակները հիմնականում սերունդի այդ տարբերության պատճառով չեն հասկանում, որ ինչ-որ հարցեր կա, որ պետք է օրինակ ծնողները որոշեն, այլ ոչ թե իրենք խառնում են այդ հարցերին։ Միմյանց դերերի բաշխումը կարծում եմ մեծ կարևորություն ունի ամանավանդ մեծ ընտանիքներում, քանի որ յուրաքանչյուր մարդ պետք է զգա, որ ինքը ինչ-որ բանով պիտանի է երեխայի համար ու չզգա, որ իր այդ սահմանները տրորվում են։ Մեծ ընտանիքը շատ սեր և ուրախություն է։ Մեծ ընտանիքը չավարտվող վիճաբանություններ են ու բազմազան խնդիրներ։ Ակնհայտ է, որ հատկապես մեծ քաղաքների երիտասարդ բնակիչներին 7, 10, 15 հոգով մեկ տան մեջ կամ մեկ բակի տարածքում ապրելը թվում է գրեթե անհավանական մի բան։ Մենք սովորել ենք փոքրիկ ընտանիքի մոդելին և դրանում հպարտանալու քիչ բան կա, բայց դա չի հերքում պնդումն առ այն, որ մեծ ընտանիքում էլ խնդիրներ կան։ Ծնողական ժողովում այսօր կքննարկենք երեխաների համար մեծ ընտանիքում ապրելու առավելությունները և կպատասխանենք թերևս գլխավոր հարցին՝ ինչ անել, որ մեծ ընտանիքի անդամները չվերցնեն իրենց չպատկանող դերերը։ Բարև ձեզ հարգելի ծնողներ, շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերը։ Մինչ կսկսենք մեր բազմաշերտ քննարկումը, պետք է ձեզ ասեմ, որ զրույցին հետևում է հոգեբան Լուսինե Աղաբեկյանը։ Նա կմեկնաբանի տեսակետներից նրանք, որոնք մեկնաբանության արժանի են, հետո այստեղ տաղավարում նրան կհանդիպենք և հարցեր տալու հնարավորություն էլ կունենանք։ Նախ փորձենք հասկանալ, թե ձեր կարծիքով որոնք են մեծ ընտանիքում ապրելու առավելությունները երեխայի համար։ Այսօր կենտրոնանում ենք երեխայի վրա, ինչպես միշտ անում ենք դա ծնողական ժողովում։ Խնդրեմ։ Առաջին հերթին տարբեր տեսակետների, տարբեր կարծիքների հետ ծանոթությունը, կարծում եմ։ Երեխան այդպես ընդլայնում է իր աշխարհայացքը, ծանոթանում է մարդկային տարբեր տեսակների հետ, այդքան է իմ կարծիքով։ Շատ լավ, Ծովինար։ Իմ կարծիքով թերևս ամենակարևորներից օգնության ձեռք ունենալն է, որ բացի մամայի ձեռքից կա նաև եւս մի քանի օգնող ձեռք, ում վրա վստահ կարող ես հենվել ցանկացած բահի։ Շատ լավ։ Ես մտածում եմ ամենակարևորը սիրո առկայությունն է, այսինքն երեխան ինքն իրենով ջերմություն ու սեր է բերում այդ ընտանիքին ու ընտանիքի յուրաքանչյուր անդամ սիրո դրսևորման տարբեր ձև է սերը դրսևորում եւ ըստ այդմ երեխան նաեւ շփվում է տարբեր տեսակի մարդկանց հետ ու ավելի զարգանում է իր հաղորդակցման հմտությունները, չգիտեմ, ավելի բարի է լինում, էմոցիոնալ ինտելեկտը, այո, շատ շփտեր ես վալիկա լինում։ Շփվող։ Վարդան ինչ է կարծում։ Ես ճիշտն ասած Լիլին իմ լեզվից էլի չթրծրեց ինչ որ ուզում է ասել, որովհետև կարծում եմ բազում մարդկանց հետ շփվելը օգնում է երեխային տարբեր էմոցիաներ ձևավորել դեռ վաղ տարիքից ու ապագայում ավելի հավասարակշռված, ավելի ոչ եսակենտրոն մարդ լինել։ Այո, եթե ընտանիքում կան շատ անդամներ, երեխան կարող է ավելի շատ սեր ստանալ։ Խոսքը իհարկե այն ընտանիքների մասին է, որտեղ բոլոր անդամները սիրում են երեխային եւ ընտանիքում կա դրական մթնոլորտ։ Քանի որ ձեր բալիկը փոքր է, այնինչ կառաջարկեմ հիմա քննարկել, դուք շատ լավ կհասկանաք։ Ծնվում է երեխան եւ բազմանդամ ընտանիքում բոլորը բնականաբար երջանիկ են եւ սկսվում է երեխայի խնամքի եւ դաստիարակության կոլեկտիվ գործընթաց։ Արդյոք սա ճիշտ մոտեցում է, երբ յուրաքանչյուրը համարում է, որ ինքն է կարևոր երեխայի դաստիարակության գործում, այսինքն հայրիկը, մայրիկը այո, բայց ես տատիկն եմ, ես հորաքույրն եմ, ես կանեմ, դուք չգիտեք, ես հիմա ձեզ ձևը ցույց կտամ,
Ինչ անենք, եթե այդպես է ստացվում։ Այստեղ ի սկզբանե դերաբաշխումը ամեն մարդ ինքն իր ներսում պետք է անի, ու ըստ այդմ հասկանա ով է ինքը այդ երեխայի համար, չգիտեմ։ Օրինակ, տատիկը կարող է լավ լողացնել երեխային, միգուցե նորաթուխ մայրիկը չգիտի ինչպես երեխային լողացնի, կամ միգուցե վախենում է, դա նորմալ է իմ կարծիքով։ Մայրիկը պետք է, չգիտեմ, երեխային կրեմներով լավ մասաժներ անի, հայրիկը պետք է ջերմություն նվիրի, հայրիկը պետք է, չգիտեմ, օրինակ խաղա, ինչ պետք է անի հայրիկը ասա։ Թրցնի վերը։ Անում։ Այսպես ասեմ։ Զբաղվում եմ դեռ նոր ծնված ժամանակվանից, շատ եմ զբաղվում, շատ եմ կապվել երեխայի հետ։ Դեռ 1 ամսական չկար Pink Floyd-ի տակ էի քնացնում, Ձեր փորձն եք փոխանցում ձեր ճաշակը։ Ես հələ չէր ծնվել մեր երեխան, Լիլիին ասացի, որ եթե ինքը իմ ճաշակից չունենա, ես շատ ծանր կտանեմ, որովհետև մեր ճաշակները շատ տարբեր են։ Լավ է քնում Pink Floyd-ի տակ։ Հա։ Եթերից հետո ինձ եք ասեք, հա։ Անպայման, ալբոմը կասենք կոնկրետ։ Հարցում շատ կարևոր է, որ ընտանիքի անդամների միջև բաշխվեն պարտականությունները եւ բաշխվեն փոխադարձ համաձայնության հիման վրա եւ դրա մասին ուղիղ իրար հետ խոսեն, հաղորդակցվեն դրա մասին։ Բայց մի բան էլ կա, երիտասարդները, ասենք այսպես, երիտասարդ հարսիկները երբեմն ընդդիմանում են, երբ մեծահասակները իրենց վրա են վերցնում ինչ-ինչ պարտականություններ կամ փորձում են ուղղորդողի դեր ստանձնել եւ ասել, եթե լողացնելու օրինակը բերեցինք եւ նորաթուխ մայրիկին ասել որ սխալ ես լողացնում։ Հիմա ինչ անենք, մենք պնդենք մերը, թե փորձենք լսել ավանդականը, այն ինչ ավագ սերունդն է առաջարկում, ինչ եք կարծում։ Ընտանիքներ կան, որտեղ չեն էլ հարցնում։ Շատ կան նման ընտանիքներ, ես հանդիպել եմ, բայց կոնկրետ մեր ընտանիքում նման բան չկա։ Կարա հնչի ինչ-որ կարծիք ու թողնեն հարսիկի վրա օրինակ, ես ինչ բան է, ես կարծում որ այսպես ավելի լավ է ու բնականաբար ցանկացած տատիկ կամ ընտանիքի այլ անդամ վատը հաստատ չի ցանկանա իր թորնիկի համար, բայց ինձ թվում է այդ պահը նրբություն կա, որ պետքա զուտ որպես կարծիք հնչի, ոչ թե պարտադրանք։ Այստեղ գիտեք, սիրո դրսևորման չափանիշներն են տարբեր, չգիտեմ, տատիկների ժամանակ պետք է երեխան շատ հաստ հագած լինի, պետք է գնալ հետ այդ ժամանակներ ու հասկանալ, որ այն ջերմաստիճանը, որ կա հիմա մեր տներում, այդ ջերմաստիճանը այն ժամանակ չի եղել, ու այդ մարդկանց սիրո դրսևորման մեջ այդ երեխային արագ հագցնել, արագ կապել ու որպեսզի չմրսի հանկարծ։ Կարելի է հասկանալ այդ մարդու խորհուրդը, որ ասում է չի մրսում, բայց զուգահեռ նաև կարելի է վերցնել ինչ որ տվել է մեզ մանկաբույժը եւ ինչ որ մենք կարդացել ենք, կրթվել ենք այդ հարցում, ու ասել հեսա մի 2 րոպեից հագցնենք, օքեյ, էլ չի մրսի։ Այսինքն դեպի կոնֆլիկտ միշտ կարելի է գնալ, շատ հեշտ կարելի է դեպի կոնֆլիկտ գնալ ու ամեն ինչ այրել, ամեն ինչ վերջացնել։ Ցանկացած պարագայում ամենահեշտ բանը կոնֆլիկտ ստեղծելն է։ Դժվարը այդ ամեն ինչի մեջ խորանալ ու ինչ որ առումով հասկանալն է։ Այստեղ երևի թե երիտասարդների եւ մեծահասակների փոխըմբռնման եւ համագործակցության կարիք կա, պետք է փորձել բացատրել ժամանակակից մեթոդները, որոնք են։ Այստեղ արդեն մենք ենք նոր հմտություն փոխանցում մեծերին։ Եվ ոչ ցանկացած պարագայում խոսելը ճիշտ է, կան չէ հարցեր, որ չեն քննարկվում, հետո մտածում ես ու դառնում է պատմություն։ Ինձ թվում է հենց սկզբում ինչ որ դուրս չի գալիս ցանկացած կողմի, պետք է ուղղակի քննարկել, խոսել։ Սա շատ զգայուն թեմա է, պետք է հաշվի առնենք, որ երիտասարդ ծնողները շատ զգայուն են եւ իրենց համար շատ կարեւոր է ստանձնել ծնողի դերը, եւ եթե ավագ սերունդը թույլ չտա երիտասարդ ծնողներին ռեալիզացնել ծնող լինելու իր ցանկությունը եւ իրավունքը, անգամ եթե այդ պահին դա ընդունվի, հետագայում հնարավոր է սրա հետ կապված խնդիրներ առաջանան եւ իհարկե հնարավոր է ավագ սերունդը ծանոթ չլինի նոր եւ ժամանակակից մոտեցումներին, որի մասին գիտեն օրինակ երիտասարդ ծնողները բժիշկների, հոգեբանների, այլ մասնագետների հետ շփման արդյունքում։ Բայց եկեք համաձայնենք, որ բազմանդամ ընտանիքում տարակարծություններ կարող են լինել, հատկապես երեխայի դաստիարակության վերաբերյալ, որովհետև կարելիների եւ չի կարելիների մասին պատկերացումները շատ տարբերվող կարող են լինել տարբեր սերունդների ներկայացուցիչների եւ նույնիսկ հայրիկի եւ մայրիկի մոտ։ Հայրիկը տալիս է կոնֆետ, մայրիկը ասում է, որ չի կարելի, տատիկը ասում է, որ կարող ենք ուշ պարկել քնելու, մայրիկը ասում է, ոչ, պետք է ժամացույցին հետևենք, եւ մոտեցումների համընկնում չկա։ Այս պարագայում իմ կարծիքով պետք է մոտեցումը մեկը լինի, ու այդ մոտեցումը պետք է կենտրոնացված լինի, այսինքն երեխան մի տեղից պետք է հիմնական այդ դաստիարակության աղբյուրը ստանա։
ու եթե կա սովորություն մշակված, որ այս երեխան սենց պետք է լինի առօրյան, ու այդ առօրյայում ներգրաված են այդ բազմանդամ ընտանիքի բոլոր անդամները, ապա զուտ դաստիարակության տեսանկյունից, չգիտեմ, սա ուտել կամ նա չուտել, այդ նույն ընտանիքում եթե միասին են ապրում, գիտեմ, որ այդ երեխային դեռևս այդքան շատ շոկոլադ չի կարելի, չգիտեմ։ Այսինքն էլի գալիս ենք հասնում ենք այդ սահմանների ճանաչման եւ սահմանների հարգելու հարցը, այդ մարդը չի ուզում, որ իր երեխան շուտ շփվի շոկոլադի հետ եւ իր ատամները շուտ փչանան, ապա կարելի է հարգել այդ որոշումը։ Շեղումներ այսպես թե այնպես կարող են լինել։ Ես ու Լիլին օրինակ ինչքան էլ ուզենք նույնիսկ չենք կարող մտածել ու հնարավոր է մեկը սպայտակ թուլանա ու կայթակղությունը առաջանա էլ երեխային շոկոլադ հյուրասիրելու, բայց չեմ կարծում, որ 1-2 մասնավոր դեպքը կարող է էական դեր խաղալ երեխայի կյանքում, եթե իհարկե պարբերականություն չի լինելու։ Ու դրանով բնավորություն չի ձևավորվում արդեն, չգիտեմ, ինչ-որ ծնողներից թաքցնել։ Հետո եթե գիտեն, որ դա երեխայի առողջությանը վնաս է հասցնում, հետևաբար դա իրենց պետք է կանգնեցնի։ Կարծում եմ առաջնայինը դա է։ Ու եթե բալիկը ունի բան իմաց, գրագետ մանկաբույժ, ով արգելել է օրինակ մինչև 3 տարեկանը չուտել շոկոլադ, պետք է ընտանիքի բոլոր անդամները լսեն մանկաբույժին եւ չտան բալիկին շոկոլադ։ Բնականաբար բոլոր հարցերի շուրջ համաձայնության գալ հնարավոր չէ, բայց սկզբունքային հարցերի շուրջ օրինակ քնելը, սնվելը, դասերը պատրաստելը եւ այլն էկրաններից օգտվելը նմանատիպ լուրջ կարևոր սկզբունքային հարցերում շատ կարևոր է, որ ընտանիքի անդամները միմյանց հետ պայմանավորվեն եւ բոլորը միասին պահեն այդ կանոնները, այլապես երեխաները կսկսեն դրանք շահարկել եւ մանիպուլացնել։ Այս խնդրի մյուս կողմն էլ այնն է, որ երեխան տեսնում է արդեն հստակ բանակների բաժանված մարդկանց ընտանիքում ինչ-ինչ հարցերի շուրջ, որ մի կողմն արգելում է, մյուս կողմը թույլ է տալիս, երեխան բնականաբար կբռնի այն կողմը, որին ավելի շատ հակված, եւ խնդիրը այստեղ մի լեզվով խոսելն է, կարծում եմ, բոլորով մշակել մի մարտավարություն, մի մեթոդաբանություն եւ հետամուտ լինել դրա պահպանությանը։ Կարծում եմ լավագույն ձևը սա է, եթե կոնֆլիկտի չտանենք, այլ փորձենք բանակցել, իրար համոզել եւ գիտակցել երեխայի լավագույն շահը, կարծում եմ այստեղ Իհարկե։ Արդեն դրական հանգուցալուծումը մասին կարող ենք խոսել։ Թեմաները, որ հասցրինք քննարկել նախորդող մի քանի րոպեում, խտացրել ենք 2 հարցի մեջ ու դիմել մեր երկրի տարբեր անկյուններում ապրող մարդկանց։ Լսենք նրանց կարծիքը։ Կարծում եմ, որ բարենպաստ չի, ինչի համար, որովհետև ընտանիքը եթե մեծ է լինում, կարծում եմ կոնֆլիկտները ավելի շատ է լինում։ Միանշանակ կարծում եմ այո, որովհետև շփումները շատ են լինում, վերաբերում է ոչ միայն ընտանիքին, այլև շրջապատին։ Ինչքան շատ մարդկանց հետ է երեխան շփվում, այնքան ինքնադրսևորման ավելի մեծ հնարավորություններ է ունենում ու այդ ըստ այդմ ավելի շատ զարգացվածությանը նպաստում է այդ փաստը։ Այո, որտեղ երեխան ունի մարդիկ ում հետ կարա ինքը շփվի, երբ որ ինքը մենակ է, դա մի քիչ իր վրա մի քիչ վատ է ազդում։ Իհարկե, մենք օրինակ մեծ ընտանիք ենք, ինձ թվում է ավելի լավ է մեծ ընտանիքում երեխան մեծանա, ամեն մեկը մի խորհուրդ տալիս է, քան թե ասենք փոքրիկ լինի ընտանիքը, չգիտեմ։ Եթե ընտանիքը փոքր է, մայրիկ, հայրիկ եւ երեխաներ, այս դեպքում երեխան ոնց որ ավելի շատ ուշադրության կենտրոնում է մայրիկի եւ հայրիկի։ Իսկ եթե տատիկ, պապիկ, այս դեպքում մի քիչ երևի խոսքը գրագիտությունն ավելի զարգացած կլինի։ Երեխայի զարգացման վրա կարող է լավ անդրադառնում, բայց դաստիարակության վրա այնքան էլ չէ։ Որտեղ ամեն մեկն իր կողմից խորհուրդ տալիս, երեխան սկսում է շփոթվել, չի իմանում ում լսի։ Բարենպաստ է ազդում երեխաներին, ամեն մեկը իրանց լավ խորհուրդներն են տալիս, չէ՞ որ բոլորն էլ ընտանիքի անդամներ են, հարազատներ են։ Ես օրինակ ապրում եմ փոքր ընտանիքում, ես ամուսինս երեխաս, դա զարգացման հետ որևէ կապ չունի։ Ես օրինակ առանձին եմ ապրում ամուսնուս հետ, բայց երբ որ գնում ենք տատիկ պապիկի տուն, այնտեղ ավելի աշխույժ է լինում երեխես ու ավելի հաճելի է լինում, էլի ավելի շատ խոսելու, ամեն ինչին օգուտ է, էլի տատիկ պապիկի հետ շփվելը։ Երևի մեծ, որպեսզի երեխան ավելի ուշադրության կենտրոնում լինի տատիկ, պապիկ, մայրիկ, հայրիկ։ Նախընտրում եմ ապրել փոքր ընտանիքում, ինձ թվում է այդ ավելի բարենպաստ միջավայր է ու ավելի քիչ կոնֆլիկտներ կառաջանան ընտանիքի անդամների մեջ։ Փոքրիկը ավելի լավ է,
հարմարավետ է, ավելի կոմֆորտ է, խնդիրները ավելի քիչ են, դա էլ ավելի բարենպաստ է ազդում ընտանիքի բարեկեցության վրա։ Մենք ապրում ենք հիմա մեծ ընտանիքում, տենց էլ նախընտրում ենք, հնարավորություններ ունենք ավելի փոքր կազմով ապրելու, բայց նախընտրում ենք մեծ ընտանիքում։ Վնասելու համար մեկը վեճերն են, որ մտածում են, որ երեխան ոչինչ չի հասկանում, ճիչերը, մեկը մյուսին անհարգալից վերաբերմունքը, դրանից ավելին չկարող է երեխային վնասել։ Լարված, անընդհատ խոսակցություններ պիտի լինեն, անառողջ հարաբերություններ պիտի լինեն, մեզ թե փոքր կապ չունի իմ կարծիքով։ Անհաշտություններ, վեճ, կռիվներ, իրար չհասկանալ։ Դե եթե լինեն տարաձայնություններ, մեկը մյուսին չհասկանա, պարզ է առողջ մթնոլորտ չի լինի եւ անընդհատ կլինեն վեճ, կռիվ եւ երեխաները հաստատ դրանից կտուժեն։ Դե եթե ամբողջ օր կոնֆլիկտներ լինեն, բնական է երեխան թե հոգեպես, թե ֆիզիկապես տուժված կլինի։ Կարևորը դա վիճաբանությունը, դա հայոյանքն է, դա այդ դեպքն է, երբ հայրը իր կնոջ վրա ձեռք է բարձրացնում, անպատվում է, դա շատ վատ ալդեցն է թողել ընտանիքի վրա, նույնպես երեխայի։ Կոնֆլիկտները շատ են լինում, եթե մեծ ընտանիքներում կոնֆլիկտները շատ են լինում, միայն դա է, անառողջ միջավայրն է ավելի շատ։ Առաջին ալիքի եթերում ծնողական ժողովն է, սիրելի հեռուստադիտողներ, սիրելի ծնողներ, առաջարկում եմ թեման տեղափոխել մասնագիտական դաշտ ու մեր քննարկմանն է միացել հոգեբան Լուսինե Աղաբեկյանը։ Բարև ձեզ Լուսինե։ Ողջույն։ Շնորհակալություն, որ մեզ միացել եք այսօր։ Ձեզ նույնպես շնորհակալություն։ Դուք լսում եք մեր քննարկումը, փորձենք հիմա էլ հոգեբանից լսել, թե որն է մեծ ընտանիքում ապրելու առավելությունը երեխայի համար։ Թե մեծ ընտանիքում, ընդլայնված ընտանիքում, թե առանձին փոքր, ինչպես ասում ենք, նուկլեար ընտանիքում ապրելը եւ առավելություններ եւ թերություններ ունի։ Առավելություններից ընդլայնված ընտանիքի դեպքում կարող ենք նշել այն, որ եթե ընտանիքում մթնոլորտը դրական է, հիմնված է փոխադարձ հարգանքի եւ սիրո վրա, ստացվում է, որ երեխան ունի ավելի շատ սեր, ավելի շատ խաղընկերներ, ավելի շատ սիրած մարդիկ եւ իհարկե այստեղ կա մեծ առավելություն, որ օրինակ ծնողները կարող են երբեմն հույսը թե ֆինանսական, թե երեխայի դաստիարակության ու խնամքի հարցերում հույսը դնել ավագ սերնդի վրա եւ մի փոքր ավելի թուլանալ երբեմն ու հանգստանալ։ Բայց իհարկե հաճախ նաև թերություններ ենք նկատում եւ այդ թերություններից մեկը կանում է նրանում, որ հաճախ կոնֆլիկտներ են առաջանում, ինչքան շատ են ընտանիքի անդամները, այնքան մեծ է հավանականությունը, որ ինչ որ հարցերում իրար չեն հասկանա, տարակարծություն կլինի եւ երբեմն անգամ կարող են կոնֆլիկտներ լինել, որը բնականաբար բացասաբար կազդի երեխայի վրա, ինչու՞ չէ նաև անձնական տարածք ունենալու պահը մի փոքր ավելի դժվար կարող է լինել մեծ ընտանիքներում, որի կարիքը թե երեխան, թե ծնողները իհարկե ունենում են։ Շատ լավ, առաջարկում եմ միանանք ծնողներին, մոդելավորենք իրավիճակներ ու փորձենք գտնել լուծումներ կոնֆլիկտային իրադրությունների համար։ Համեցեք։ Շատ լավ։ Եվ այսպես, հարգելի մայրիկներ եւ Վարդան, մենք հիմա մի խաղ ենք խաղալու, ծրարներ ենք նախապատրաստել, որտեղ նկարագրված են իրավիճակներ, կխնդրեմ փոխանցել, ծանոթանալ ծրարների բովանդակությանը, որից հետո կընթերցեք ու փորձենք վերլուծություն անել, ինչ եք տեսնում այս նկարագրված իրավիճակում որպես կոնֆլիկտ եւ լուծման ինչպիսի տարբերակ կառաջարկեք։ Եվ հետո Լուսինեն մասնագիտորեն կմեկնաբանի։ Այստեղ գրված է ընտանիքի անդամներից մեկը երեխայի խնամքն ու դաստիարակությունը վերցրել է իր ձեռքը, կայացնում է որոշումներ, ընտրում է ծնողների փոխարեն եւ դա դուր չի գալիս ծնողներին կամ ծնողներին։ Բացատրեմ այս իրավիճակում ես ոնց կվարվեի միգուցե, եթե ես եմ այս ամեն ինչը առաջին նկատել, նախ եւ առաջ կխոսեի ամուսնուս հետ եւ կփորձենք հաղորդակցվել ու հասկանալ ինչու՞մն է խնդիրը, որ նման իրավիճակի ենք հասել ու այնուհետեւ ով որ այդ որոշումները կայացնում է, իր հետ կնստենք խոսակցության ու ես առհասարակ կոնֆլիկտից խուսափող մարդ եմ, նյարդայնանում եմ երբ որ կոնֆլիկտ անենում ու ամեն ինչ կանեի, որպեսզի կոնֆլիկտ չառաջանար։ Խոսքի մակարդակով ամեն ինչ կարգի հրավիրել, այսպես ասած։ Շատ լավ։ Այս մոտեցումը կարող է կոնֆլիկտի բերել։ Ես մի բան եմ նկատում այստեղ, եթե թույլ կտաք, ինչու ներգրավել եւս մեկ կողմ կոնֆլիկտի մեջ, եւս մեկ դերակատար, եթե կարելի է ուղիղ խոսել տվյալ անձնավորության հետ։ Ճիշտ եմ հասկանում։
Ես իրականում դեմ չէի լինի երկրորդ կողմին ներգրավելուն, որովհետև կուզենայի շեշտել, որ երեխաների դաստիարակության եւ ծնողավարման պատասխանատուն երկու ծնողներն են։ Եվ ի սկզբանե իրենք ոչ թե պետք է հետ վերցնեն այլ դերը, այլ հստակ պիտի պահեն իրենց դերը ի սկզբանե առաջին օրվանից, բոլորին ցույց տալով, որ իրենք գիտակցում են եւ պատրաստ են վերցնել այն պատասխանատվությունը, որը իրենց վրա դրվել է ծնող դառնալով։ Եթե մենք ունենք իրավիճակ, որ մեկ այլ անձ է որոշումներ կայացնում, նշանակում է, որ երկու ծնողները ինչ որ առումով հետ քայլ են արել ու երևի կարևոր է հասկանալ ինչու է դա տեղի ունեցել, գուցե ինչ որ անվստահություն կա, գիտելիքի պակաս կա եւ այլն, բայց կուզենայի, որ այս ծնողները նախ եւ առաջ հիշեին, որ իրենք ունեն ծնողական բնաստ։ Ճիշտ է, ավագ սերունդը ունի փորձառություն, բայց իրենք ունեն ծնողական բնաստ եւ իրենք ունեն մասնագետների, մանկաբույժի, հոգեբանի, քնի, կերակրման խորհրդատուների հետ, առերեսվելու հնարավորություն եւ շատ արագ կարող են սովորել։ Ուստի նախ եւ առաջ վերցնել դա իրենց վրա եւ իհարկե հանգիստ առանց կոնֆլիկտի փորձել դա նաեւ բացատրել ընտանիքի մյուս անդամներին։ Հարցնենք հայրիկին, ինչ իրավիճակ է ծրարում եւ ինչ լուծում եք տեսնում։ Երիտասարդ ծնողները երեխայի խնամքին ու դաստիարակությանը առնչվող հարցերը չեն քննարկում ընտանիքի մյուս անդամների հետ, սակայն տատիկ-պապիկները դժգոհ են ու բարբերաբար միջամտում են։ Կարծում եմ կարևոր է թե երեխան ում երեխան է։ Ինչ ուզում է լինի, ծնողներից շատ ոչ ոք երեխայի մասին չի մտածում։ Լինի դա տատիկ, պապիկ, հորաքույր, մորաքույր կամ հորեղբայր։ Կարծում եմ կարևոր է կոմունիկացիան ծնողների եւ ավագ սերնդի միջև, որովհետեւ եթե ծնողը մի քիչ տեսեք ես բնավորությամբ ըմբոստ եմ, բայց հանդիպել եմ մարդկանց, ովքեր չեն կարողանում ըմբոստանալ կամ հակաճառել իրենց ծնողներին, ու հաճախ իրենց դա շատ է խանգարում։ Պետք է ինչ-որ ժամանակ գա, որ կարողանաս նույնիսկ ծնողներիդ ասել չէ։ Կարծում եմ հենց այդ ժամանակ ես հասկանում, որ դու ինքդ ծնող ես, երբ որ դու քո ծնողին կարողանում ես ասել ոչ, դու հասկանում ես, որ դու այլևս երեխա չես, դու ծնող ես, դու ավելի շատ ես մտածում քո երեխայի մասին, քան ով ուզում է լինի, ու ի վերջո դու ես կայացնելու որոշումը։ Դրա համար որ պահին դու կարողանաս իհարկե փոխաբերական իմաստով ասում հորդ տնից գնալ, այն ժամանակ դու կարող ես ընտանիքի տեր դառնալ։ Հոր տնից գնալ այս պահին, այս դեպքում կոնկրետ ծնողներիդ հակադարձելու հնարավորության մասին եմ խոսում։ Խնդրեմ, փորձենք մեկնաբանել։ Իրականում համաձայն եմ նշվածի հետ, ու իսկապես երբ մենք մեծահասակ ենք դառնում եւ վերցնում ենք պատասխանատվություն, պետք է կարողանանք նաեւ մեր կողքի մարդկանց ծնողներին ու քրոջը եղբորը ըստ կարիքի ասել ոչ, եւ դա անել այնպես, որ դիմացինին չնեղացնենք, բայց արդեն կուզենայի նաեւ նշել այն մասին, որ մենք երբեմն հակառակ ծայրահեղություններ ենք տեսնում, որ ապրելով միասին ու ամեն ինչ իրենց վրա վերցնելով ծնողները կարծես ընդհանրապես փորձում են չներգրավել տատիկ-պապիկներին, ամեն ինչ իրենց ձեռքն են վերցնում, պահը գալիս է, որ կարիք կա տատիկ-պապիկները օրինակ մի քանի ժամով խնամեն երեխային, բայց միևնույնն է ծնողները ուզում են անգամ այդ մի քանի ժամը ամբողջությամբ վերահսկել։ Սա էլ արդեն մի փոքր անարդար է ավագ սերունդի հանդեպ, ու եթե ընտանիքում կան այլ անդամներ, այո, վերցնելով պատասխանատվությունը մեր վրա, մենք նաև պետք է հարգենք իրենց խաղի կանոնները, եւ էլի եթե դրանք չեն հակասում մեր կարևոր սկզբունքներին, մի փոքր այստեղ ճկուն լինենք ու իրենց էլ թույլ տանք լինել տատիկ, պապիկ, հորաքույր, մորաքույր, քեռի, հորեղբայր եւ այլն։ Կարծում եմ ոչ մի կողմից ծայրահեղությունների մեջ ընկնելը մեզ չի օգնի, ու այս փոխադարձ հարգանքը շատ կարևոր է։ Տեսնենք ինչ իրավիճակ է ծովինարի ծրարում ներկայացված։ Երիտասարդ զույգը ունի տարաձայնություններ եւ թույլ է տալիս, որ դրանք դառնան ընտանիքի բոլոր անդամների քննարկման առարկան։ Երևի այնպիսի իրավիճակ է, որտեղ որ զույգերը խնդիր ունեն ու իրենց ափերից դուրս է եկել, այսինքն երկուսով չեն կարող այդ հարցը լուծել։ Ինձ թվում է, եթե արդեն ընդլայնել են ու պիտի լսեն մեծերի կարծիքը, այսինքն պետք է հաշվի նստեն, թե իրենք ինչ են ասում, ինչ կարծիք ունեն այդ իրավիճակի վերաբերյալ, եթե դու ես հարցրել, բնականաբար պետք է ընդունես ու լսես իրենց կարծիքը, ինձ թվում է։
բնականաբար այն հարցերը, որոնք որ չեն առնչվում մյուսներին, ցանկալի է, որ մենք կարողանանք քննարկել առանձին, որովհետև դա միայն բարդեցնելու է կոնֆլիկտը, կողքի մարդկանց մենք դնում ենք վատ դրության մեջ, որովհետև իրենք ստիպված են ինչ-որ մի կողմին սկսել պաշտպանել, մյուս կողմը բնականաբար ավելի խոցելի է լինում եւ այսպես կոնֆլիկտը բարդանում է։ Կարծում եմ այստեղ կա նաեւ ընտանիքի մյուս անդամների դերը, որ իրենք էլ իրենց մեջ իմաստություն գտնեն այդ պահին, չմիջամտելու եւ թույլ տալու, որ երիտասարդները ինքնուրույն այդ հարցը լուծեն։ Շատ լավ, շնորհակալություն Անահիտ։ Ընտանիքի ավագ անդամները չունեն հարկանք երիտասարդների ծնողավարման, կարծիքների ու համոզմունքների նկատմամբ եւ ցուցադրում են դա նաեւ երեխաների ներկայությամբ։ Այստեղ պետք է հասկանալ մի բան, որ անգամ նկատողությունը անելը պետք է արվի առանձին։ Օրինակ, չգիտեմ, եթե կեսուրը ինչ-որ մի բան չի հավանել հարսի արածից, երեխայի օրինակ խնամքի մեջ, կարելի է դա առանձին ասել, առանձին քննարկել, ոչ մի պարագայում դա չանել երեխայի առջև, գցելով մայրիկին, դա շատ սխալ է։ Այստեղ կարծում եմ կոնֆլիկտը հենց այն հանգամանքում է, որ մենք երեխայի ներկայությամբ մեծահասակներով իրար քննադատում ենք եւ դա կարող է լինել նաեւ դա լինի առանձին, անպայման առանձին։ Խոսեն առանձին։ Եվ կարծես իրավիճակում կար նաև այն կողմը, որ ավագ սերունդը չի ընդունում երիտասարդների մոտեցումները եւ հաճախ են իրական պրակտիկայում նման իրավիճակների հետ բախվում, նկատել եմ, որ շատ օգնում է այս դեպքերում այն, որ երիտասարդները նաև ոչ միայն սեփական կարծիքն են փորձում ասել, այլ հղում են անում մասնագետներին։ Օրինակ միացնում են ինչ-որ հաղորդաշարեր, օրինակ իրեն տատիկին տանում են իրենց հետ մանկաբույժի հետ խորհրդատվության, որպեսզի հենց մանկաբույժի խոսքերով լսի, որ այդ ավելորդ գուլպայի կամ ավելորդ կերակրման կարիքը չկա, երբեմն միասին ինչ-որ գրքեր ուսումնասիրել, ինչ-որ հոդվածներ ուսումնասիրել, երբ երիտասարդ սերունդը բաց է լինում իր մոտեցումները հիմնավորելու, կիսելու, հղումներ անելու, թե որտեղից այդ գիտելիքը կա, ավագ սերունդը ինչքան էլ կարծրացած մոտեցումներ ունենա, երբեմն սկսում է ընդառաջ քայլեր անել, քանի որ հասկանում է, որ դա միայն այդ կնոջ կամ այդ տղամարդու ասածը չէ, այլ հետևում կա գիտություն, կան հետազոտություններ եւ կա մասնագիտական փորձ։ Լուսինե, մենք կարծես թե խոսում ենք եւ տեսականորեն առաջարկում ենք լուծումներ, բանաձևեր, դեղատոմսեր, տեսությունը բոլորին հայտնի է, իսկ պրակտիկան շատ դժվար, երբեմն էլ անիրագործելի։ Խնդրում եմ օգնեք մեզ հասկանալ, որոնք են այն նշանները, որ ընտանիքի մթնոլորտը փոխհարաբերություններն այնպիսին են, որ արդեն ընտանիքի մոդելը քանդվում է եւ իմաստ չունի երկարաձգել։ Շատ կարևոր հարց է։ Բոլոր կետերը, որոնք նշեցին, կարող են աշխատել միայն այն դեպքում, երբ երկու կողմերը բաց են, գիտակից են ու պատրաստակամ են եւ ունեն նույն նպատակը։ Ընկալում են իրար որպես մեկ թիմ, որովհետեւ կարծում եմ, որ ընտանիքը դա թիմ է, որտեղ բոլորը նույն նպատակը ունեն։ Սակայն եթե այս ընկալումը չկա, եթե ընտանիքի անդամները իրար հետ ավելի շատ մրցում են, օրինակ երեխայի ուշադրությունը սերը ստանալու համար, եթե իրար բարբերաբար հեղինակազրկում են, եթե կան անընդհատ կոնֆլիկտներ, որոնք ուղեկցվում են օրինակ բղավոցներով, միմյանց հանդեպ բռնությամբ, երբ ընտանիքում անընդհատ լարված մթնոլորտ է, երբ ընտանիքի երեխաները կամ թեկուզ մի անդամը, բայց անընդհատ նեղված է, ճնշված է, ընկճված է, բնականաբար դա բերում է նրան, որ ընտանիքը, որը համակարգ է, այլևս ամբողջությամբ երջանիկ չէ, իսկ երեխան երջանիկ եւ առողջ կարող է զարգանալ միայն ընտանիքում, որը ներդաշնակ է եւ առողջ է։ Հետեւաբար, եթե մենք այս նշանները նկատում ենք, իսկապես գուցե ավելի լավ է քայլեր ձեռնարկել եւ առանձնանալով փորձել արդեն հարաբերությունները նորից կառուցել դրական հողի վրա մի փոքր ավելի մեծ տարածությամբ։ Շնորհակալ եմ Լուսինե, որ այսօր ծնողական ժողովում եք, իրավիճակները վերլուծեցինք, յուրաքանչյուրս փորձենք մեզ համար հետևություններ անել, վստահ եմ մեզ դիտող մարդիկ նույնպես բավականին օգտակար գաղափարներ քաղեցին մեր հաղորդման այս հատվածից։ Շնորհակալություն շատ։ Մարդկության պատմության պես հին ճշմարտություն է։ Դժվար է նկատել ու գնահատել այն, ինչ ունեցել ես միշտ։ Ճանաչում եմ բազմաթիվ ամուսնական զույգերի, որոնք ապրելով արտերկրում, մեծ ընտանիքից հեռու ամեն օր բախվում են մեծ ու փոքր խնդիրների։ Ոմանք դրա մասին խոսում են իմիջիայլոց, ոմանք արտասվելով։ Մեծ ընտանիքից հեռու ապրելու եւ երեխաներին առանց ազգականների աջակցության մեծացնելու դժվարության մասին է մեր հաջորդ տեսանյութը։ Երբ
միջոցառումներ են լինում կամ ընկերների հետ հանդիպում, երբ անհրաժեշտ է որ երեխային ինչ-որ մեկը նայի այդ պահին, դժվար է լինում այդ ամենը կազմակերպելը։ Օգնող ձեռքեր հիմնականում չունեմ, եթե կանել մեծ մասը աշխատում են բնականաբար, չես կարող անընդհատ օգնություն խնդրել, եթե տանդ անդամն է, ավելի հանգիստ ես լինում, հաստատ ավելի հեշտ ես դիմում օգնելու դեպքում։ Մի քանի տարի է, ինչ Սոֆին ամուսնու եւ փոքրիկի հետ ապրում են Երևանում, հեռու իրենց մեծ ընտանիքից ու ազգականներից։ Ամուսնու գործը մայրաքաղաքում է։ Ինքը դեռ չի կարողանում աշխատել, քանի որ զբաղվում է երեխայի խնամքով։ Մեր օրվա պլաններն են կազմում եւ աղջկաս հետ միասին իրականացնում ենք։ Դրանք կլինեն երեխային վերաբերող հարցեր, զբոսանք, ջուր գնալ, ամբողջությամբ ես եմ կազմակերպում, տան կենցաղային գործեր։ Հայր, մայր, երեխաներ, ընտանիքի այս տեսակը կոչվում է նուկլեար։ Հայկական այդպիսի ընտանիքներ շատ կան արտերկրում, որտեղ ամուսիններն ու նրանց զավակները ֆիզիկապես հեռու են իրենց ընդլայնված ընտանիքի անդամներից։ Իրերի այդպիսի դասավորությունը ստիպում է ծնողներին մանրակրկիտ մշակել շաբաթվա անելիքների ցանկը, չշեղվել գրաֆիկներից, օգտագործել երեխաների խնամքի ու ժամանցի կազմակերպման բոլոր գործիքները, քանի որ հասանելիության դաշտում չկան մարդիկ, որոնք հայրիկի խնդրանքով 1 ժամ հետո երեխային կվերցնեն մանկապարտեզից, կվազեն դեղատուն կամ կնստեն փոքրիկի հետ, երբ մայրիկը կարևոր հանդիպման է։ Կարծում եմ, որ երբ անծանոթ երկրում ես ու չունես օգնող ձեռքեր, կարևոր է մայրիկների համար գտնել ազատ գրաֆիկով աշխատանք, եթե դա հնարավոր է լինում, հատկապես սկզբնական շրջանում, երբ բալիկը դեռ փոքրիկ է եւ քո օգնության կարիքը շատ ունի։ Նույնիսկ ամենակազմակերպված առօրյայի մեջ կարող է առաջանալ որևէ ճեղքվածք, կյանքի անակնկալ շրջադարձ, հիվանդություն, չպլանավորված գործուղում, գերհոգնածություն։ Նման իրավիճակներում ակներև է դառնում, որ օգնող ձեռքը քիչ է, ուզում ես, որ կողքիդ հարազատ մեկը լինի։ Սոֆին իր երեխայի վարքի մեջ տեսնում է ազգականներից հեռու ապրելու նշանները, կարծում է, որ մեծ ընտանիքում ապրող երեխաներն ավելի կենսուրախ են ու աշխույժ։ Նրանց վարքագծում դա շատ ակնհայտ երևում է, ինչպիսին են նրանք, շատ ակտիվ են ավելի, շփումը լրիվ այլ է ուրիշների հետ, իսկ օրինակ իմ երեխան ավելի այսպես հանգիստ է, մի փոքր պասիվ է շփման մեջ։ Երևանից մոտ 4000 կիլոմետր հեռու ապրող Էմմային իր մեծ ընտանիքից հեռու ապրելու մեկ այլ հանգամանք է հուզում։ Մեծ ընտանիքից հեռավորության ամենամեծ թերություններից մեկը այն է, որ քո երեխայի ուսերին է մնում ինքն իրեն ճանաչելու, ինքն իրեն նաև ընդունելու մեծագույն խնդիրը, որովհետև ես գտնում եմ, որ քո տեսակը ճանաչելու, քո բնավորության գծերի հետ համակերպվելու, ինքդ քո այդ հաշվի նստելու մեծագույն օգնողը դա նաև քո մեծ ընտանիքն է։ Պատահական չէ, որ հայրենիքը կորցրած ու իրենց արմատների մասին որևէ բան չիմացող շատ մարդիկ կյանքի ինչ-որ փուլում անում են ամեն ինչ իրենց գերդաստանի պատմությունն իմանալու համար։ Դա ինքնաճանաչման կարևոր ձև է։ Մեր հերոսուհիներն էլ որոշ իմաստով բռնել են այդ ճանապարհը, բայց իրենց երեխաների համար։ Կլինի տեսազանգով նրանց հետ կապ հաստատելը կամ նկարներով, նրանց մասին պատմություններ պատմելով, անուններ ասելով եւ այլն, այդպես ամենքեր փորձում ենք պահպանել կապը եւ պահպանել հիշողությունը երեխայի մոտ։ Բոլոր ամառային մեր արձակուրդները աշխատում ենք անցկացնել Հայաստանում ընտանիքով։ Եվ իհարկե սա արդեն նշանակում է, որ իմ աղջիկների համար մեր բարեկամները զուտ նկարներով չեն, այլ իրենք բոլոր բարեկամներին ճանաչում են, շփվում են։ Իմ բալիկները սպասում են ամռանը, սպասում են այն արձակուրդին, որը մեզ կտանի հայրենիք, ու վերջապես մեզանից ամեն օր սպասում են, թե երբ ենք մենք վերջապես վերադառնալու հայրենիք։ Այսօր խոսեցինք այն առավելությունների մասին, որ տալիս է երեխային մեծ ընտանիքը։ Հասկացանք, թե ինչպիսի խնդիրներ են ծագում բազմանդամ ընտանիքներում երեխաների խնամքի եւ դաստիարակության հողի վրա։ Փորձենք ամփոփել, ինչ է պետք մեծ ընտանիքում համերաշխություն պահպանելու համար, որպեսզի երեխան դրանից միայն օգուտ քաղի։ Հարգելի ծնողներ, ուզում եմ լսել ձեր տարբերակները, Լիլի, խնդրեմ։ Ես այս ամեն ինչից զատ ուզում եի նշել, որ յուրաքանչյուր դեպք տարբեր է եւ պետք չի համեմատվել, պետք չի մասնավորապես սոցիալական ցանցերի արկայության պարագայում համեմատվել օրինակ, չգիտեմ, այս կամ այն բլոգերի մեծ ընտանիքի ու այդ ներկայացված պատկերի հետ
ու առավել եւս սկսել կոմենտներում օրինակ գրել վայ Երանի էսպես լինի, Երանի այնպես լինել։ Այդ Երանին հնարավոր է ստեղծել հենց իրական հաղորդակցության ճանապարհով, այսինքն բանալին հաղորդակցությունն է եւ բանալին կոնֆլիկտից խուսափելու եւ կոնֆլիկտ չստեղծելու մեջ է։ Իսկ այդ խուսափելու համար պետք է շփվել, հասկանալ, զգալ ով ինչ պահանջ ունի ու միգուցե կարող են հարցը լուծել։ Երբ որ կոնֆլիկտը թողում ես անլուծում, ինքը էքսպոնենցիալ աճելու հատկություն ունի եւ ուզես թե չուզես վաղը չեմիս օրը ինքը ավելի մեծ կոնֆլիկտ է լինելու զուտ նրա համար, որ չի հասցեագրվել, էլի իրան լուծում չի տրվել։ Կարծում եմ, որ քանի դեռ ինքը ակունքներում է դեռ չի հասցրել դառնա մեծ խնդրեմ, հեշտ լուծումներ կարելի է տալ ու ուղղակի խուսափել էլ ավելի մեծ բարդություններից։ Մեծահասակները շատ են օգնում մեզ ամեն հարցում, բայց մեկ-մեկ հնարավոր է, որ իրենք ասեն, տես ես օգնել եմ, ուրեմն իմ ասած այս խորհուրդը, այս կարծիքը դու պետք է անպայման լսես։ Մենակ նրա համար, որ ես ամեն ինչով աջակցում եմ, օրինակ, հա, ես կարծում եմ, որ այդ դա պետք է չլինի, այսինքն եթե օգնությունը կա, դա պետք է լինի ի սրտե, առանց անշահախնդիր։ Դա եմ կարծում, որ շատ կարևոր է։ Շատ համաձայն եմ ծնողի հետ, որ ցանկացած խնդիր, ինչ որ հարց պետքա լուծել տեղում ու չթողել, որ ինքը գլորվի ձնագնդի պես, ինչ որ այլ մեծ խնդիր դառնա, ցանկացած խնդիր, որը որ լինում է ընտանիքում, ինքը լինում է կառուցողական ու պետքա դրանից հետո մի նոր փուլով, իրար հասկանալով, իրար լսելով, հարգելով անցնենք առաջ։ Հարգելի ծնողներ, այսօր կարծում եմ բավականին արդյունավետ մտքերի փոխանակություն կազմակերպեցինք, անշուշտ պատրաստի բանաձևեր չեն սրանք եւ յուրաքանչյուր ընտանիք պետք է գտնի իր ձևը, իր մոդելը։ Մենք էլ չենք ձգտում պնդել ու ասել, որ բոլորի մոտ ամեն ինչ իդեալական է, ոչ, բոլորից աշխատանք է պահանջվում այդ կատարելությանը, այդ գեղեցիկ ներդաշնակ մոդելին հնարավորինս մոտ գալու համար։ Շնորհակալ եմ շատ, որ ժամանակ գտաք եւ միացաք ծնողական ժողովին։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։